Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր փուն բարեգենտան է։ Բարեգենտան բարը բարդ բարը եւ գազմված է երկու բարերը։ Բարի գենտանություն, բարի ցանկ, բարի գենցաղավարություն։ Իսկ ինչու համար փուն, որովհետեւ սիրելներ, ինչպես գիտեք, մեր հայաստանյա ցարակելական Սուրբ եկեղեցական դոնացույցի մեջ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը օրաբակեր են, իսկ բացի օրաբակերեն նաեւ կան դարման ընթացքին շաբաթաբակեր եւ շաբաթաբակը գանխող առաջին օրը կգոչվի բարեգենտան, բացի Սուրբ ծննդյան շաբաթաբակեն մնացյալ բոլոր շաբաթաբակերու բարեգենտանները գիրագի օր կան։ Իսկ այս մեկը փուն բարեգենտանն է, որովհետև մեծ բակի առաջին օրն է եւ թեև բայցողության օր չէ, սակայն մեծ բակի խորհրդին մեջ կմտնե։ Որովհետև սիրելներ, բարեգենտանը գխորհրդանշ է հոգևոր իմաստով այն երանական կյանքը, երբ մեր նախածնողները Ադամն ու Եվան թրախտին մեջ գաբրեին նախքան մեղքին իրենց մեջ մտնելը, նախքան մեղանչելը։ Հետևաբար, բարեգենտանը մեզի սիրելիներ նաև գիշեցնե, որ մենք ալ պետք է հոգևոր իմաստով արթուն մնանք, պետք է երանական այն վիճակը, որ Ադամն ու Եվան ունին, ցկտինք անոր հասնիլ առաքինություններով, բայեցողությամբ, ապաշխարությամբ, մեղքին վրա հաղթանակ տանելով, որբեսի կարողանանք Քրիստոսի հետ մեռնել ու Քրիստոսի հետ ալ հարություն առնել։ Մեղքը սիրելիներ, այսօր որ հաջող գտիդվի որբես սովորական բան եւ գսենք ամեն մարդ իրավունք ունի մեղանչելու, այս իրավունք արդեն բարը երբ որ մեղքին հետ կգաբվի, այդ ժամանակ մեղքին սիրելիներ վնասները նվազեցուցած կլանք եւ անոր արիտ տված կլանք, որ ավելի մեղանչենք։ Այո, ամեն մարդ որպես մարդ մեղանչական է, բայց մարդու իրավունքը չէ մեղանչելը, մարդու իրավունքն է հաղթել մեղքին։ Քրիստոս սիրելիներ մեզ եկավ ու մեղքի կերութենեն ազատեց։ Ով որ մեղքին գծարայե, ուրեմն մեղքին կերի է։ Իսկ ով որ գահաղթե մեղքին, այդ ժամանակ ճշմարտապես ազատ է, Քրիստոսով ազատ է։ Եվ ահա սիրելիներ, վաղվնե երբ կսկսի բայեցողության օրերը մեծ բակը, յուրաքանչյուր հավատացյալ ինքնակնությամբ պետք է իր ամեն օրը աղոթքով, խորհրդածելով, զղջալով, ապաշխարելով անցնե։ Ուդելուն կամ չուդելուն հետ չէ հարցը սիրելներ։ Բարձրապես ինչու չենք ուդեր զանազան ուդեսներ, մսեղեն, գատնեղեն եւ այլն, այլ միայն գետրոնանք փանչարեղենի վրա, որբեսի սիրելներ մարմինը դգարացնելով հոգին հարստացնենք, որբեսի փոխանակ առավելապար մարմնի սնունդով սպաղելու հոգևորին հոգին սնունդով սպաղինք եւ հոգին հաղթե մարմնին, որովհետեւ հաջող մեր մարմինը այնպիսի բանջկներ ունի, որ մեզ գկրավե ու թեպի աշխարհը գտանի, ծոփության, ուդերիքին, ամեն տեսակ սիրելներ մեղքերու, որով մահացու մեղքերու մեջ ալ գա ոգրամոլության, բղծության եւ տեսակ մոլությանց։ Հետևաբար, սիրելի քույրեր եղբայրներ, այսօր փուն բարեգենտանի ժամանակ հիշելով մեր նախածնողներուն երանական կյանքը, մենք ալ պետք է ցկտինք այդ օրհնության հասնելու եւ ադիգա դերի բիդունենա հարության օրը եւ Տեր Հիսուս Քրիստոս վերադառնա
եւ իրեն հավատարիմները երկինք փոխադրե։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեր բայկարը ոչ թե պետք է լա իրարու թեմ, այլ մեր բայկարը պետք է լա մեր անցին մեջ փույն դրած մեղքին թեմ։ Հավատացեք, որ եթե մեր մեջի մեղքը նվաճենք, հբարդության, նախանցի, փարգության, զուլության, ակաության, ոգրամոլության եւ բազում այլ մեղքեր, այդ ժամանակ կսկսենք իրարու հետ հաշտ ապրել։ Շատ կարևոր է բակը։ Բակը սիրելիներ գմակրե մարդու մարմինը։ Եվ ո՞յ է մեկը թող չսե, որ ինձ համար դժվար է բակ պահելը։ Դժվար չէ։ Բարձաբես գամք պիտի անենք, որբեսի սիրելիներ հոգին զորացնենք։ Եվ բակի ընթացքին բարձաբես ուդելուն եւ չուդելով պետք չէ սպաղի, այլ բակի ընթացքին սիրելիներ ժամանակ պետք է դրամատրել աղոթքի, խոգումի, խոնարհության, զղջումի, խոստովանանքի, ապաշխարության, բարեգործության եւ երբ բարեգործություն գսեմ, միան նյութական դալը չեմ հասկանար, այլ երբ որ մարդու հոգին ցավցուցած ենք, վիրավորած ենք, անոր սերը ետ շահիլ։ Սիրելի հարազատներ, փում բարեգենտանի ընթացքին նաև եկեղեցական ամբողջ գարկին մեջ փոփոխություններ կտեսնենք։ Փում բարեգենտանեն մեկ օր առաջ շաբաթ երեկոյան փագլա խորան է։ Եկեղեցվո խորանը կփակվի։ Եվ երբ այսօր եկեղեցի երթանք, պիտի տեսնենք խորանը փակ։ Խորանը փակ սիրելներ, այդ մեկը բեզի պիտի հիշեցնե երկնքի կյանքը, որ երբ մենք շարունակենք մնալ մեղանչական կյանքին մեջ, քիդագից մեղքեր կործել, գամա մեղքեր կործել, ապա պիտի կա ժամանակը, երբ երկնքին թուրը պիտի փակվի մեր դիմաց։ Ու մենք երկնային օրհնությունները պիտի չվայելենք։ Ճիշտ է, այսօր փում բարեգենտան է, ուրախության առիթ է, սակայն սկիզբեն իսկ սիրելիներ այս բարեգենտանի փում բարեգենտանի խորհրդին մեջ են գտեսնենք թե ինչ վիճակի ինգան մեր նախածնողները։ Եվ գիտեք, որ առաջին բակը Աստված ինք հաստատեց թրախտին մեջ, երբ Ադամին եւ Եվային ասավ. այս բարդեզի բոլոր ծառերեն գերեք, բայց բարի ու գիտության ծառեն մի ուտեք։ Մեղանչեցին եւ ադորամալ եկող շաբաթ երկրորդ գիրագին մեծ բակի պիտի գոչվի արդակսման գիրագի, դուրս արդակսվեցան, դուրս տրվեցան։ Բայց ինչրավ մեր ողորմած դերը Հիսուս Քրիստոս ինք մարտանալով ինք Ադամին փոխարեն բակ բռնեց 40 օր ծոմապահություն արավ, որբեսի Ադամին մեղքը սպաննե եւ մեզի կյանք շնորհե։ Ահա սիրելիներ, մենք ալ Քրիստոսի օրինակով բայցողության այս 40-օրյա շրջանն է, որ գանցնենք։ Ամեն գիրագից էզի գերքեմ մեր եկեղեցվո շարականներեն մեկը։ Այսօր եւ մեծ բակի մյուս գիրագիներուն պիտի երգեմ մեծ բակի գիրագիներուն հարց շարականը։ Հարց շարականը սիրելներ գերկվի արավոտյան ժամերկության ընթացքին առաջին շարականն է եւ այս բոլոր մեծ բակի շարականները գրած է գիրագի օրերու Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդը։ Այսօր պիտի երգեմ ցեզի այբծա եղանակով, այբծա դարձված եղանակով փում բարեգենտանի հարցը, որ գսկսի ուրախացիր եկեղեցի Քրիստոսի բարերով։ Տեսեք Սուրբ Ներսես շնորհալի հայրաբեդ, ինչպես սիրելներ փում բարեգենտանի այս օրը գտեսնե Քրիստոսի բայցողության խորհուրդը, որ մեր բոլորին համար եղավ եւ գոչ կուղե հավատացյալներուն եկեղեցին ուրախանալու եւ հետևելու Քրիստոսի բայցողության։ Ընդամենը սիրելներ 5 դուներե գպարգանա այս հարցը, թարգմանաբար ցեզի ընթերցեմ եւ ապա
երկեմ։ Ուրախացիր, ով Քրիստոսի եկեղեցի, փրկական դնորինությամբ քեզի համար գույսեն մարմնացածին մեր հայրերուն Աստուծույն համար, ով գույսեն մարմնացավ Տեր Հիսուս Քրիստոս, որոնց համար մեզի համար։ Այսօր Ադամի որդիները գծնձան, մենք ենք Ադամի որդիները, որովհետև սկիզբեն թրախտի մեջ բակը օրինատրողը, ան որ բակը հաստատեց թրախտի մեջ, հանցնգարն է մեզի համար մարմնով բակ բահել։ Խոսքը Քրիստոսի մասին է, որովհետև Սուրբ Երրորդությունը ինքն է որ հաստատեց, հետևաբար նաև Հիսուս։ Հետևաբար Տեր Հիսուս Քրիստոս, որ սկիզբեն թրախտի մեջ բակը հաստատեց, օրինատրեց, օրենքի վերածեց, այսօր ինքը հանցն արավ մեզի համար բակ բահել։ Օրհնեցեք մեր հայրերուն Աստվածը։ Այսօր երկրորդ Ադամը, այսինքն Քրիստոս Սուրբ Գիրքի մեջ կգոչվի երկրորդ Ադամ, առաջինին փոխարեն ձոմ բահեց, արգելված բդուղի ջաշագումին մեղքը կավելու համար։ Մեր հայրերուն Աստվածը, սիրելիներ, Հիսուս գարիք չուներ ձոմ բահելու, մեղք չէր կործած, ինք Աստուծո որդի Աստված է, ինքը սրբություն սրբոցն է, ինք ամենասուրբն է, բայց մեզի համար ձոմ բահեց, որբեսի առաջին Ադամին կործած մեղքը բադվիրանազանցությունը փոխարինե բադվիրանաբահությամբ։ Դեր օրհնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն, հարսնացած եկեղեցին փրկչին 40-օրյա բակի օրինագով բակ կբահե։ Հարսնացած եկեղեցին մենք ենք, եկեղեցվո անդամները, որբեսի հարուցյալ Պեսահին հետ արակաստ մտնե, Քրիստոսի հետ բակ կբահենք, որբեսի ուրախության արակաստը մտնենք, հարսնարանը մտնենք, հավիդյան փառավորեցեք զայն։ Եվ վերջին դունը Քրիստոսի ավադացիաներ, եկեք ցնծությամբ բակ բահենք, ոչ թե դրդմությամբ, ոչ թե ասենք որ բակ բահածեմ սիրտս ասիկա գուզե, բայց բակի մեջ չեմ գրնար, այդպիսի բակ ընդունելի չէ Աստուծո, այդ ցնծությամբ անմահին մահվան հետ մեռնելով մեղքին, ինչպես Քրիստոս մեռավ, մենք ալ մեղքին մեռնենք անմահին հետ, Քրիստոսին անմահն է, որբեսի անոր հարությամբ արդարությամբ գենթանանանք, Քրիստոսի հետ մեռնենք մեղքին եւ Քրիստոսի արությամբ արդարանանք եւ գենթանանանք։ Հավիդյան փառավորեցեք զայն, ամեն։ Այժմ գերկեմ սիրելներ ցեզի այս սկանչելի շարականը այբցա դարձված կեղանակով։ Հորնյալ ես Տեր Աստված արծը մերոց, օրտնյալ փառավորյալ անունքո հավիդյան, ուրախացիր եկեղեցի Քրիստոսի փրկական նորենությամբ մարմնացելույնի գուսեն վասնքո Աստուծո հարցն մերոց, այսօր ցնցան որդի գաթամա, քանզի որ սկզբան օրինաթիր բահոց իտրախտին, վասն մեր բահել մարմնով հանցնարն ու Աստված հարցն մերոց, այսօր երկրորդ Ադամ վասնարաչ նույն անջաշակ լինելով ժաշակած բդղույն քավելս բարդիս Աստված հարցն մերոց, օրնեցեք ամենայն
Կորց դյարնս դեր օրնեցեք, Բարձրարարեք զնավիդյան, որ ըստ բահոց կարաս նորյա պրգողին, բահելով հարսնացյալ եկեղեցի, զիմացեի հարակաստ, ընպեսային հարուցելով, Բարձրարարեք զնավիդյան, Փառքոր եւ որդվո եւ հոգվույն սրբո, աժմ միշտ եւ հավիդյանս, հավիդենից ամեն, Եկայք հավատացյալը Քրիստոսի, ծնծության բահեսուկ, ընտամահին մահու մեր անելով մեղած, զիհարությամբ նորա գենթանասու գարդարությամբ, Բարձրարարեք զնավիդյան։ Եկեք փառավորենք Տերս, սիրելիներ, որովհետև մեղքին մահը, մեղքին վարձքը մահ է, եւ ամենքս քանի որ մեղանչեցինք Ադամի հետ միասին, արժանի էինք հավիդենաբես գործվելու մահանալու, սակայն Տերը աշխարհ եկավ, մարմնացավ, մարդացավ մեզի համար, հանցն առավ, ամեն տեսակ չարչարանք կրել, անեծքի տակ մտավ, օրենքը ամբողջացուց, որբեսի մենք սիրելիներ իրմով փրկվենք։ Մեր փրկությունը Հիսուս Քրիստոսով է։ Հետևաբար, եկեք մեր աչքերը իրեն ուղենք, իր բադվիրանները բահենք եւ մեծ բահոց օրերուն մեր գուրծքը ձեծելով զղջանք մեր բոլոր կործած մեղքերուն համար։ Մերնինք մեղքին, ապրինք Քրիստոսի հետ, Քրիստոսով հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, օրտնյալ փուն բարեգենտան, բարով ասնինք Սուրբ Հարության։